Շարունակենք ենք մեր եթերը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ արդեն տաղավարում ես ունեմ հնարավորություն ողջունելու իմ այսօրվա հյուրերին։ Career City Fest լավագույն գործատուների փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին եւ 26-ին։ Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք խորագրի ներքո 2023 թվականից անցկացող փառատոնն արդեն հասցրել է սիրվել եւ իր շուրջ համախմբվել ավելի քան 15000 այցելուների եւ 150-ից ավելի ընկերությունների ու բանախոսների։ Եվ այս առիթով տաղավարում են Սերգեյ Ուսնունցը, Career City Fest-ի հիմնադիրը եւ Աննա Մանֆրեդին, Career City Fest-ի արտաքին կապերի տնօրենը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Յանալի, լավ եղանակ։ Ահա, յանալի մարդիկ, միջավայր։ Այն ամեն ինչ տրամադրում եմ, որպեսզի այն ինչ որ նախագծում եք, կայանա եւ իհարկե անցնի շատ հետաքրքիր ձևով։ Հիմա մի փոքր պիտի խնդրեմ պատմեք այս ամենի պատմությունը, լավ։ Իհարկե, սիրով։ Career City Fest-ը անցկացվում է այս տարի արդեն 4-րդ անգամ։ 2023 թվականից է անցկացվում փառատոնը, 2023-ին արտահերթ փառատոն ենք ունեցել եւ այս տարի 3-րդ տարին, բայց թվով 4-րդ փառատոնն ենք անցկացնում։ Ինչպես դուք արդեն նշեցիք, այս 2 տարիների ընթացքում 150-ից ավելի գործատուներ, բանախոսներ եւ 15000-ից ավելի այցելուներ են մեր հարթակում համախմբվել եւ այս տարի այլ ավելի մեծ մասշտաբով, ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ ենք իրականացնում փառատոնը։ Արդեն մենք ունենք մոտ 100 գործատու, որոնք ներկայացված են լինելու մեր հարթակում, 40-ից ավել բանախոսներ եւ շատ հագեցած օրակարգ, մի քիչ ձևաչափի մասին երևի թե խոսեմ փառատոնի, շատ տարբերվող ձևաչափով է ներկայանում միջոցառումը, այն համախմբում է մի քանի միջոցառումների ձևաչափեր մեկ հարթակում, ցուցահանդեսային հատված ունենք, կոնֆերանսներ, որտեղ ունենալու ենք ելույթներ, պանելային քննարկումներ, հետաքրքիր բանավեճեր, EVP շոու, որը զուգահեռ մի քանի դահլիճներում իրականանալու է այդ բոլոր միջոցառումները, կոնֆերանսներն ու այլ ձևաչափի միջոցառումները, որոնց մասին երևի ավելի մանրամասն խոսենք, եւ այս ամենը 2 օր ընդամենը Meridian Expo կենտրոնում եւ մուտքը ազատ է այցելուների համար։ Մի փոքր ավելի մանրամասնենք բոլոր նրանց համար, ովքեր ինձ նման են եւ այդքան էլ չեն հասկանում բիզնեսի աշխարհից։ Եկեք հասկանանք, ինչ է իրենից ներկայացնում, այսինքն ես որպես գործատու ենթադրենք, հա, ունեմ բրենդ եւ ուզում եմ ներկայացնել, որն է այստեղ իմ մասնակցության կարեւորությունը եւ խնդիրը։ Ներկայացնում եմ իմ բրենդը, թե ներկայացնում եմ իմ բրենդի ներքո աշխատակիցները ինչպես են իրենց զգում։ Ես կուզենամ այդ հարցին այսպես պատասխանեմ։ Career City Fest-ը ստեղծելուց մենք ստեղծեցինք մի հարթակ, որ ցանկացած ընկերություն անկախ նրանից ինչ բնագավառից է, ինչքան է մեծ է, փոքր է, հայտնի է, թե անհայտ, կարա օգտագործի մեր հարթակը, որպեսզի գա ներկայանա որպես լավագույն գործատու եւ ներկայացնի իր աշխատ բրենդը, իր թիմը, իր միջավայրը, մթնոլորտը, culture-ը, կուլտուրան եւ քանի որ այցելուների համար փառատոնը մուտքը ազատ է, ես խորհուրդ եմ տալի բոլորին գրանցվեն Career City Fest.am կայքում, որպեսզի խուսափեն հերթերից, ընկերությունները ստանում են մեծ քանակի հնարավորություն մարդկանց ներկայանալ եւ ցույց տալ որպես գործատու, որպեսզի ավելի ձգտեն այն մարդիկ իրենց մոտ աշխատեն, ցանկանան աշխատել իրենց մոտ եւ որպեսզի մարդկանց հետաքրքիր լինի այդ օրը 1-2 օր եւ մարդիկ գալիս են իրոք առաջի եւ երկրորդ օրը անցկացնել, մենք ստեղծեցինք տարբեր հարթակներ, օրինակ դպրոցականների եւ ուսանողների համար տարբեր կոնֆերանսներ են լինելու, որտեղ բանախոսները տարբեր հետաքրքիր թեմաներով հանդես կգան, ինչպես մուտք գործել աշխատաշուկա, ինչպես կարիերան զարգացնել, ինչպես այն կամ այս կամ այն ընկերությունը ընտրել կամ մասնագիտություն ընտրել եւ ինչքան հետաքրքիր է, որ դու լսում ես բանախոսին եւ միանգամից հայտնում ես էքսպոզոնայում, որը բավականին մեծ է, 6000 քառակուսի տարածքում է այդ ամեն ինչ տեղի ունենում, որպեսզի դուք պատկերացնեք եւ ընկերությունները այնտեղ ներկայացված են իրենց հենց թիմերով, ոչ թե ինչ-որ պրոմոութերներով, բանով, դու կարաս գաս ցանկացած ընկերության թիմի հետ ծանոթանալ, HR-ի հետ ծանոթանալ, քո ապագա ղեկավարի հետ ծանոթանալ եւ օրինակ այն մարդիկ, ովքեր կարիերայի փուլում են, 1-2-3 տարվա փորձ ունեն, իրենց համար այլ կոնտենտ է, այլ բանախոսներ են խոսում, բայց իրանք կարող են տեսնեն ինչ է տիրում աշխատաշուկայում, ընկերությունները ինչ բենեֆիտներ են առաջարկում, ինչ մթնոլորտ են առաջարկում եւ կարող են հետաքրքիր ձևերով կողմնորոշվեն։ Բայց կա մի այլ
կատեգորիա մարդիկ, ովքեր բավականին առաջ են գնացել իրենց կարիերայում, իրենց համար այլ կոնտենտ է, որպեսզի իրենց համապատասխան լինի եւ իրանք էլ են կարող տեսնեն արդյոք այն ընկերությունը, որտեղ իրանք աշխատում են, համապատասխանում է տրենդերին եւ դա մարդկանց համար հիանալի կռիվ է գցում տուն է։ Բացարձակ չեմ կարծում, որ կռիվ են գցում, այդ նույն բանն է, որ դու գնում ես շուկա եւ տեսնում ես տարբեր տեսակի ապրանքներ, լավ, վատ, էժան, թանկ, քեզ սազում է, չի սազում քո ռիթմին, քո ոճին եւ այլ, այստեղ ամեն մարդ կարող ընտրի այն ընկերությունը, որը իր ռիթմին, ոճին եւ իր պատկերացումներին համապատասխանում։ Այսինքն մասնակից ընկերությունները, ովքեր ներկայանում են այնտեղ, ունեն աշխատողի կարիք, հա, այսպես ասենք, եւ առաջարկում են, որ եկեք եմոսմա էստի համեցեք, եկեք մեզ մոտ, որտեղ մեզ մոտ այսպես է, հետաքրքիր է եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ մեկ։ Այդ մեկ։ Երկրորդը ընկերությունները բացի դրանից, որ երբեմն ունեն աշխատողների կարիք, իրանք ունեն մի այլ կարիք եղած աշխատողներին պահելու, զարգացնելու, որպեսզի գնահատելու, աշխատավարձը բարձրացնելու։ Ոչ միայն աշխատավարձը, որովհետև անցած տարի մենք հետաքրքիր հետազոտություն արեցինք, երբ որ Career City Fest-ի մասնակիցները 6 մետրանոց ինստալացիայով գալիս էին ու նետում էին գնդակը մի արկղի մեջ, որը օրինակ աշխատավարձն է, որը benefit պակետն է, որը օրինակ մթնոլորտն է եւ 6 տարբեր կրիտերիաներով ես հավաստիացնում եմ դες, որ աշխատավարձը չի կրել։ Ու այդ ամեն ինչը որ բավականին տեսանելի էր ու բոլորի համար հասկանալի էր, որ միայն աշխատավարձով այսօր դու չես կարող մրցես աշխատաշուկայում, դա ակնհայտ փաստ է, որը բոլոր լավագույն այսպես գործատուները հասկանում են, հենց դրա համար են իրենք գալի Career City Fest, որպեսզի ցույց տան այլ կողմեր, ընկերության այլ կողմեր, որովհետև մարդիկ երբ որ դառնում են մասնագետ, իրանք բացի աշխատավարձ նաև կարևորում են այն վերաբերմունքը, որը կա, այն զարգացման հնարավորությունները։ Միջավայրը, աշխատանքի վայրում, որը չդիտվի որպես աշխատանք միայն։ Այո, որովհետև մենք աշխատավայրում անցկացնում ենք մեր կյանքի իրոք մեծ մասը։ Շատ լավ, եկեք խոսենք նաև ֆիդբեքից, որտեղ արդեն ունեցել ենք փորձը, հա, հասկանանք ինչ ակնկալիքներ կային այդ ժամանակ եւ արդյոք ամբողջ սպասելիքներն ու ակնկալիքները արդարացվեցին եւ հիմա ինչ ակնկալիքներ կան եւ արդյոք այս մեկը ինչ որ ձևով կտարբերվի նախորդից։ Ես պատասխանեմ, առհասարակ հենց սկզբից, երբ որ առաջին Career City Fest-ը անում էինք, այդ ակնկալիքները, այսինքն այն ամեն ինչ որ վերջում պիտի ստանայինք, մեր պատկերացումներում էր, բայց գործնականորեն մենք դա տեսանք միայն երբ միջոցառումը իրականություն դարձավ եւ մենք շատ էինք խոսում, պատմում, հոլովակներ էինք նկարում, բայց միևնույն է ամբողջությամբ չէինք կարողանում փոխանցել ինչ է սպասվելու, ինչ ենք արդյունքում ստանալու եւ դա միայն հնարավոր եղավ, երբ առաջին Career City Fest-ը կայացավ, որը իդեպ միջազգային մրցանակակիր միջոցառումը հենց առաջին Career City Fest-ը Eventex միջազգային հեղինակավորը որցի 2 ոսկե մրցանակ ունի եւ դրանից հետո արդեն պարզ էր արդյունքները ինչպիսին է ձևաչափը եւ տարեց տարի մենք արդեն 3-րդ տարին էլ ավելի բարելավում ենք նոր ձևաչափեր ենք ավելացնում նաեւ նկատում ենք այդ փոփոխությունը մեր գործընկերների հետ աշխատանքում այսինքն առաջին տարվա եւ այս տարվա օրինակ տարբերությունը բավականին մեծ է նաեւ թե ինչպես են ընկերությունները եւ այցելուները մոտենում փառատոնին մասնակցությանը արդեն ավելի հասկացել են փառատոնի ձևաչափը ձևավորվել է որոշակի ինչ որ հարաբերություններ մշակույթ եւ ընկերությունները հիմա օրինակ էլ ավելի մեծ ջանքեր են ներդրում էլ ավելի յուրօրինակ ձևով են մոտենում իրենց մասնակցությանը քանի որ իրենք էլ արդեն նախորդ տարիներին մասնակցությունից հետադարձ կապ են ստացել այցելուներից եւ տարեց տարի զգում ենք որ այն առաջին տարին օրինակ երբ որ մենք խոսում ենք գործատուի բրենդի մասին մենք առաջին տարին է որ ունենք խորագիր որը հենց գործատուի բրենդի ուժի մասին է եւ այս 3 տարիների ընթացքում մենք այսպես ասած քայլ առ քայլ մոտենում ենք այդ խորագրին այդ կետին որ այս փառատոնը գործատուի բրենդի արժեքների թիմի եւ այս կապի մասին է Շատ լավ, մենք խոսեցինք իհարկե նաև գործատուի մասին, բայց այս դեպքում եկեք նաև հասկանանք այցելուի շահը որն է այս ամեն ինչում, որովհետև ես գործատու չեմ, բայց ես ուզում եմ տենց ինչ-որ հետաքրքիր աշխատանք, հետաքրքիր միջավայր, իմ շահը որն է այս ամեն ինչին մասնակցելու համար։ Դարձին այսպես պատասխանեմ, նախ փառատոնի մուտքը ազատ է։ Դա ինչ է նշանակում, որ
բոլոր այդ խոսնակները, ովքեր խոսալու են, բոլոր այդ միջոցառման մեջ տարբեր միջոցառումներ, գրքերի փառատոն, նվիրված շոու բիզնեսին միջոցառում, լինելու են տարբեր միջոցառումներ, ընկերությունները իրանք էլ են միջոցառումներ կազմակերպում իրանց տաղավարներում եւ մարդիկ կարան միանան այդ ամեն ինչը սպառեն, գան, դա լսեն բազմաթիվ մարդկանց, ում լսելը մի վայրում, մի տեղում բնականաբար անհնարին է։ Եվ ես մի այլ բան եմ նկատել անցած տարիների փառատոներին, գալիս են դասարաններով, գալիս են ծնողները, գալիս են իրենց երեխաներով, որովհետև այսօր աշխարհը եւ աշխարհաշուկան այնքան արագ է փոխվում, որ երիտասարդացել է ավելի այսօր, նաև դպրոցական։ Ոչ միայն երիտասարդացել է, բաներն են փոխվել, մասնագիտությունները եւ շատ ծնողներ հետ են մնում այդ ամեն ինչից եւ տունը մի փոքր լարվածություն է ստեղծում, երբ որ ծնողները այցելում են իրենց երեխաների հետ կապ չունի դպրոցում են թե համասարանում են, իրենք կարում են մի հարթակի գան, մի լեզվով սկսեն իրար հետ խոսալ, որովհետև իրենք տեսնում են, հայտնում են նույն միջավայրում։ Նաև շատ են գալի համասարներով, կուրսերով, ընկերներով մեր բոլոր հարցումները ցույց են տալի, եւ այս տարի մենք ավելի ենք սպասում, որ մարդիկ տենց կգան եւ կբերի նրան, որ ընտանիքում կլինի երեխայի ապագայի համար եւ հանդեպ տեսլական կձևավորեն հենց փառատոնում։ Այդ գլխավոր արժեքը կարծում եմ փառատոնի, այդ ամեն ինչը տեսնել մի վայրում եւ ունենալ հնարավորություն համեմատել։ Այս կարևոր բան է։ Դե ես կարծում եմ մենք արդեն հաջորդ տարի երբ որ հանդիպենք կհասկանանք թե ինչպես անցավ եւ ֆիդբեքերը որն են եւ կխոսենք նոր կազմակերպվածի մասին։ Հիմա ուզում եմ ձեզ մաղթել հաջողություն եւ ասել որ տա իհարկե Աստված որպեսզի այս ամենն էլ անցնի այնպես ինչպես անցավ նախորդը եւ իհարկե նորից լինեն այն բոլոր գործատուները եւ իհարկե բոլոր այն մարդիկ ովքեր կուզենան փոխել իրենց աշխատավայրը կամ պարզապես ավելի բարելավել եւ այս ամենը կպսակվի հաջողությամբ։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Ռոզե գինին, որպեսզի արդեն թիմով նաեւ նշեք, իհարկե անպայման։ Այս ամեն ինչը։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել Արև բացիկները, մի գեղեցիկ բրենդ, որը ներկայացնում է հետաքրքիր տեսակ, այսինքն բացիկներ են, որոնք մեր մշակույթում նորից վերադառնում են, այսինքն հարազատ կամ սիրելի մարդկանց նվիրելու համար այս բացիկներ կամ ծաղիկների հետ միասին կամ նվիրել կամ պարզապես ուղղակի ուզում եմ նվիրել հետևյալը, հա, աչքերդ բացես ու ծաղիկներ տեսնես, չիմանաս թե ով եմ եղել ես, սա Թաթայի երգից է։ Եվ Աննա ջան, ձեզ էլ նվիրեմ Նունե Եսայան երգից, մենակ ես էր ինձ պակասում, սիրահարվել ու մնալ արթուն։ Սա կնվիրեք Գրիգին այսօր։ Այնպես որ թող այս բացիկներն ու այս խոսքերը կարևոր լինեն ձեզ հետ եւ դուք էլ ձեր բոլոր նախագծերն իրականացնեք ժպիտով ու արևով։ Շնորհակալություն ձեզ եւ անդրադարձի համար, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե այս պահին էլ փոքր դադար կլինի մեր եթերում, հետո կվերադառնանք ու կշարունակենք ծրագիրը, մնացեք մեզ հետ։